Երբ Անին առաջին անգամ ոտք դրեց այդ մեծ ու քարե տունը, թվում էր, թե անգամ պատերն են սառը շնչում նրա վրա։ Նա սիրում էր Արմենին, իր ամուսնուն, խելահեղ սիրով, որը ստիպել էր նրան թողնել քաղաքի աշխույժ կյանքը, համալսարանական ընկերներին ու տեղափոխվել գյուղ, որտեղ ավանդույթներն ավելի զորեղ էին, քան օրենքները։ Արմենի մայրը, տիկին Սեդան, գյուղում հարգված կին էր, բայց նրա հայացքի մեջ միշտ մի տեսակ չասված դատավճիռ կար։ Սեդան ուզում էր, որ որդին ամուսնանար հարևան գյուղի գյուղապետի աղջկա հետ, ում օժիտը հարուստ էր, իսկ տոհմը հայտնի։ Բայց Արմենը ընտրել էր Անիին, մի հասարակ ուսուցչուհու, ով ոչ ոսկիներ ուներ, ոչ էլ հզոր ազգականներ։ Հարսանիքի հաջորդ օրվանից սկսվեց Անիի լուռ պայքարը։ Նա արթնանում էր բոլորից շուտ, մաքրում էր հսկայական բակը, պատրաստում նախաճաշը, բայց ամեն անգամ, երբ սկեսուրը նստում էր սեղանի շուրջ, մի փոքրիկ թերություն անպայման գտնում էր։ Կամ թեյն էր սառը, կամ հացը լավ չէր կտրված, կամ էլ պարզապես լռում էր, այնպիսի ծանր լռությամբ, որը բղավոցից ավելի ցավոտ էր։ Անին չէր ընդդիմանում։ Նա հավատում էր, որ սիրով ու համբերությամբ կհալեցնի այդ սառույցը։ Նա ժպտում էր, երբ Արմենը գործից հոգնած տուն էր գալիս, և փորձում էր չծանրաբեռնել նրան տնային մանր վեճերով։ Բայց Արմենը կույր չէր, նա տեսնում էր մոր սառնությունը, սակայն վախենում էր խոսել։ Նա մեծացել էր մոր հեղինակության ստվերի տակ և չէր ուզում նեղացնել նրան։ Այդ լռությունը, ամուսնու անկարողությունը պաշտպանել իր կնոջը, Անիի սրտում առաջին ճաքն էր առաջացրել։ Անցան ամիսներ, Անին հղիացավ։ Թվում էր, թե թոռան գալուստը կփոխի ամեն ինչ։ Երբ ծնվեց փոքրիկ Դավիթը, տունը լցվեց ուրախությամբ, բայց ոչ Անիի համար։ Տիկին Սեդան երեխային վերցրեց իր հոգածության տակ, անընդհատ կրկնելով, որ Անին անփորձ է, որ քաղաքի աղջիկը չգիտի ինչպես պահել երեխային գյուղի պայմաններում։ Անին հաճախ էր լաց լինում գիշերները, երբ Արմենը քնած էր։ Նա իրեն զգում էր ոչ թե մայր կամ կին, այլ մի սպասուհի, ով պարզապես ֆիզիկապես ներկա է այդ տանը։ Մի օր տեղի ունեցավ մի դեպք, որը ցնցեց ամբողջ ընտանիքը։ Արմենի բիզնեսը, փոքրիկ խանութը, սնանկացման եզրին էր։ Նրան անհապաղ մեծ գումար էր պետք, հակառակ դեպքում տունը գրավի տակ կդրվեր։ Տիկին Սեդան խուճապի մեջ էր։ Նա սկսեց մեղադրել Անիին, ասելով, որ նրա ոտքը խերով չէր, որ նրա գալուց հետո տան բարաքյաթը կորավ։ Անին ոչինչ չասաց։ Հաջորդ օրը նա գնաց քաղաք, վաճառեց իր հանգուցյալ մորից մնացած միակ թանկարժեք վզնոցը և գումարը բերեց դրեց Արմենի ձեռքը։ Նա խնդրեց ամուսնուն չասել մորը, թե որտեղից է գումարը, որպեսզի կինը իրեն վատ չզգա։ Արմենը փրկեց խանութը, բայց երբ Սեդան հարցրեց, թե որտեղից գտնվեց փողը, Արմենը շփոթվեց և ասաց, որ ընկերն է պարտքով տվել։ Սեդան հանգստացավ, բայց նրա վերաբերմունքը Անիի նկատմամբ չփոխվեց։ Ավելին, մի քանի օր անց Սեդան նկատեց, որ Անիի վզնոցը չկա։ Նա ենթադրեց, որ հարսը այն վաճառել է իր անձնական հաճույքների համար և գաղտնի է պահում։ Սկանդալը մեծ եղավ։ Սեդան գոռում էր, որ Անին եսասեր է, որ ընտանիքի նեղորին նա իր զարդերն է ծախում շորեր առնելու համար։ Անին լուռ էր։ Նա նայեց Արմենին, սպասելով, որ ամուսինը ճշմարտությունը կասի։ Բայց Արմենը գլուխը կախեց։ Նա վախեցավ մորը խոստովանել, որ սնանկության եզրին էր և կնոջ զոհաբերությունն է փրկել իրենց։ Այդ օրը Անիի մեջ ինչ-որ բան վերջնականապես մեռավ։ Տարիներն անցան, Դավիթը մեծացավ ու գնաց բանակ։ Արմենը մեկնեց Ռուսաստան, Խոպան, քանի որ գյուղում գործը վատացել էր։ Անին ու Սեդան մնացին մենակ այդ մեծ տանը։ Սեդան արդեն ծերացել էր, ոտքերը ցավում էին, և նա հազիվ էր քայլում։ Սեդայի երկու աղջիկները, ովքեր ամուսնացած էին քաղաքում, հազվադեպ էին գալիս։ Նրանք միշտ պատճառաբանում էին, որ գործերը շատ են, երեխաները դասեր ունեն։ Իրականում նրանք չէին ուզում խնամել ծեր ու քմահաճ մորը։ Եվ ահա, ճակատագրի հեգնանքով, այն կինը, ում Սեդան ամբողջ կյանքում համարել էր օտար, դարձավ նրա միակ խնամակալը։ Անին լվանում էր սկեսուրի հագուստը, կերակրում նրան գթալով, երբ ձեռքերը դողում էին, սանրում էր նրա սպիտակած մազերը։ Սեդան սկզբում դիմադրում էր, նրա հպարտությունը թույլ չէր տալիս ընդունել, որ կախված է Անիից։ Նա շարունակում էր փնթփնթալ, բայց ձայնն արդեն թույլ էր, իսկ աչքերում վախ։ Մի ձմեռային երեկո Սեդայի վիճակը կտրուկ վատացավ։ Նա անկողնում գամվեց։ Բժիշկն ասաց, որ վերջը մոտ է։ Անին զանգահարեց ամուսնուն, բայց Արմենը չկարողացավ անմիջապես տոմս գտնել։
Նա զանգահարեց Սեդայի աղջիկներին, բայց նրանք ասացին, որ ճանապարհները փակ են, կգան միայն առավոտյան։ Անին մնաց մենակ, մահամերձ սկեսուրի կողքին։ Գիշերը Սեդան արթնացավ, սենյակում վառվում էր միայն փոքրիկ լամպը։ Նա նայեց Անիին, ով նստած էր մահճակալի մոտ ու գիրք էր կարդում, բայց աչքերը հոգնած էին։ Սեդան փորձեց խոսել, բայց լեզուն չէր պտտվում։ Նա ձեռքով նշան արեց, որ ջուր է ուզում։ Անին անմիջապես վեր թռավ, ջուրը մոտեցրեց նրա շուրթերին, զգուշությամբ սրբեց կաթիլները։ Երբ Սեդան նայեց Անիի աչքերին, հանկարծ հիշեց այն օրը, երբ վզնոցի համար մեղադրել էր նրան։ Հիշեց, թե ինչպես էր տարիներ շարունակ արհամարել նրա պատրաստած ճաշը, նրա մաքրած տունը, նրա նվիրվածությունը։ Եվ հիմա, երբ իր հարազատ արյունը, իր աղջիկները չկային կողքին, այս օտարը նստած էր ու հսկում էր նրա շունչը։ Սեդայի աչքերից արցունքներ հոսեցին։ Նա ամբողջ ուժը հավաքեց ու շշնջաց. «Անի, աղջիկս»։ Սա առաջին անգամն էր 20 տարվա ընթացքում, որ նա Անիին կոչեց աղջիկս։ Անին քարացավ։ Նա բռնեց սկեսուրի սառը ձեռքը։ Սեդան շարունակեց դողդոջուն ձայնով. «Ներիր ինձ, ես կույր էի։ Ես փնտրում էի ոսկի, բայց չտեսա, որ ադամանդը տանս մեջ էր։ Դու ավելի շատ դուստր եղար ինձ, քան նրանք, ում ես ծնել եմ»։ Այդ խոսքերը դուրս եկան ծանր հառաչանքով, կարծես տարիների քարը ընկավ նրա սրտից։ Անին չկարողացավ զսպել հեկեկոցը։ Նա գրկեց ծեր կնոջը ու ասաց. «Մայրիկ, ամեն ինչ անցյալում է, մի մտածիր դրա մասին»։ Սեդան մահացավ լուսադեմին, Անիի գրկում։ Նրա դեմքին խաղաղություն էր իջել։ Երբ առավոտյան եկան դուստրերը, սևազգեստ ու թատերական լացով, եւ երբ Արմենը վերջապես հասավ տուն, աչքերը կարմրած, նրանք տեսան Անիին, ով լուռ նստած էր մարմնի կողքին։ Ոչ ոք չիմացավ այն խոսակցության մասին, որը տեղի էր ունեցել գիշերը։ Թաղման ժամանակ գյուղացիները խոսում էին, թե ինչ լավ մայր ու սկեսուր էր Սեդան։ Աղջիկները պատմում էին, թե ինչպես էին սիրում մորը։ Բայց Անին գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ ընդունվելու համար պետք չէր լինել հարուստ կամ հայտնի տոհմից։ Պետք էր ընդամենն մարդ մնալ մինչև վերջ։ Սակայն պատմությունը դրանով չավարտվեց։ 40-ից հետո, երբ տունը դատարկվեց ու հյուրերը գնացին, Արմենը գտավ մոր հին սնդուկի մեջ մի նամակ։ Այն գրված էր դողդոջուն ձեռագրով մահվանից մի քանի օր առաջ։ Արմենը բացեց ու կարդաց բարձրաձայն, մինչ Անին թեյ էր լցնում։ Նամակում գրված էր. «Իմ որդի, տունը եւ այն ամենը, ինչ ունեմ, կտակում եմ Անիին, ոչ թե քեզ եւ ոչ թե քույրերիդ, այլ Անիին, որովհետեւ երբ ես սոված էի հոգով ու մարմնով, միայն նա ինձ կերակրեց։ Ես ուշ հասկացա, բայց հասկացա, ով է իմ իսկական զավակը։ Պահիր նրան, Արմեն, որովհետեւ նա այն միակ լույսն է, որը երբեք չի մարի քո տանը, ինչպես չմարեց իմ խավար հոգում»։ Արմենը լաց եղավ գրկելով կնոջը, իսկ Անին նայում էր պատուհանից դուրս, դեպի գյուղի հին գերեզմանատունը, եւ հոգու խորքում զգում էր տարօրինակ թեթևություն։ Օտարը վերջապես տուն էր հասել, բայց դրա համար պահանջվել էր մի ամբողջ կյանք եւ մեկ մահ։